Պետական բյուջեն համալրելու ու դրանով ենթակառուցվածքները զարգացնելու քաղաքականությունը չի կարող կառավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու առիթ հանդիսանալ։ Նիկոլ Փաշինյանը, որ ներկա էր գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած Հայաստան խմբակցության նախագիծ նորակարգում ներառելու հարցի քննարկմանը, զարմացել էր ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի քննադատությունից։ Կառավարության ծրագրի 2024 թվականի զեկույցի ավարտին հարցուպատասխանի ժամանակ վարչապետն արձագանքեց նրա այն հայտարարությանը, թե կառավարությունը պատրաստվում է հարկել որոշ ոլորտներ։ Ֆանտաստիկ ֆիլմի տեսարանը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, «Էսա ես ինչ անելու»։ Ասում է, «Ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք»։ Խելագարվելու բան է։ Ձայն են վերցնում, ասում ես, «Արա, ես ինչ ասելու, ես ասենց բան էլի»։ Ասում է, «Ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում, հասեք»։ Իրանց նման մեր գրպանները պիտի լցնեինք, որ լավ լներ։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք։ Սեփական բարեկեցությունը տեսանելի է դառնում միայն երկրի ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ, համոզված է վարչապետը։ Տնտեսության զարգացման հեռանկար զբաղվածության խթանում, անվտանգային խնդիրների լուծման ճանապարհ, քաղաքական մեծամասնությունը տասնյակ հարցեր ուներ վարչապետին, ընդդիմությունը լուռ էր։ Նշանակում է, որ ընդդիմությունը ըստ էության ասելիք չունի։ Եվ դրանից ավելի փառահեղ ապացույց գոյություն չունի, որ ըստ էության այս զեկույցը եւ կառավարության ծրագրի կատարումը պատշաճ է տեղի ունենում։ Հաճախ Հայաստանում նաեւ որոշ շրջանակների կողմից տեղի է ունենում պետական ծառայության կազմակերպված դեմոնիզացիա, այսինքն որտեղ ձեր ասած նույն տրամաբանությունն է, այս սրանք բյուջե են լցնում։ Իսկ ոնց, մի րոպե, այս բյուջե են լցնում, հələ ու սկսում է, սրանք ձրիակերներ են, սենց են, նենց են, այսինքն ստեղծվում է իմիջ պետական ծառայողների մասին վերից վար, որ ուրեմն ամեն ինչ արվում աշխատավարձները բարձրացվում է միայն իրենց համար եւ ժողովրդին ոչինչ չեն տալիս։ Մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղից պետք է ալներ կառավարման լավ որակ։ Մենք բացատրեք էլի։ Այն մարդիկ, ովքեր ի վիճակի են աշխատել, նրանք ասում են 5, 6, 3, 2 միլիոն դրամ ամիս պետք է աշխատավարձ տակ մեզ եւ գնում աշխատում են, էլ չեմ ասում հավասար պայմաններում ինքը գնում է ուրիշ տեղ աշխատում, ասում է զալա կա որ այսքան անեցքի տակ մի հատ էլ ամեն բանը 1 կիլո տուն տարած հացի վրա 6 կիլո հետա անեցքի, ինձ պետք է կգնամ ինձ համար շորտերով բանով ամեն օր կգնամ գործի իմ փող կաշխատեմ։ Մեր ընդդիմությունը որոշ դեպքերում շատ անհասկանալի վարքագիծ է դրսևորում, այսպես չկողմնորոշված են եւ մինչ մենք օրինակ այս նախագծի եւ այլ ծառայությունների միջոցով փորձում ենք հաղթահարել ընտանիքում կամ անհատ քաղաքացու մոտ այս դժվարությունները, օրինակ խրախուսական խոսքերի փոխարեն, որ շատ լավ նախագիծ է եւ այլը կարող ենք լսել, որ պետությունը օրինակ ուզում է կտրել նպաստները, այսինքն կա հստակ գիծ, որ ինչքան հնարավոր է թող շատ մնան այս մարդիկ այս ճահիճում, բայց օրինակ հենց պետության կողմից իրենց ուղղված ձեռքը չսեղմեն։ Իսկ նպաստը ինչ անում մարդը։ Ինչ նպաստով տենց բան անում, ծաղկում է, զարգանում է, կյանքը վայելում է։ Հա? Ինչ անում նպաստով։ Նպաստով լավ է ապրում։ Տասնամյակներ շարունակ նպաստը եղել է ընտրակաշառքի համակարգը սնող խավ ձևավորելու խթան, կարծում է վարչապետը։ Հանցագործներին ու թալանչիներին պատժելու խոստումներին ժողովուրդը սպասում է, կառավարող ուժը չի շտապում շատերի ցանկացած վրեժն ու հաշվեհարդարը տեսնել, փոխարենը կայացնել ինստիտուտ, որտեղ տեղ չի ունենա նման վարքագիծը, վստահ է Փաշինյանը։ Հեշտ չի ոչ թե նրա համար, որ մենք հոգ ենք տանում թալանչիների համար, մենք հոգ ենք տանում մեր պետության համար։ Մենք ուզում ենք մեր պետությունում ինստիտուտ կայացվի։ Որովհետև այո մենք ինչ ասես կարանք անենք համարելով որ ինչ, բայց դրանից ինչ ենք մենք դառնալու որպես պետություն եւ որպես հանրություն։ Կան այդպիսի երկրներ եւ կան մարդիկ, որոնք ուզում են մեր երկիրը տանեն, կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, այս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ, ենթադրենք, խորշ, գոմ։ Այդ մարդիկ, որոնք հայտնի են հիմնականում իրենց կրիմինալ անցյալով, իրենց հին վարքով եւ այլը, հիմա հաճախ նաեւ փորձում են ընտրություններին մասնակցել, փորձում են հին սովորությունները հետ բերել, փորձում են, համենայն դեպս նման փորձ անում են եւ մեր հանրության մեջ
բնական է այդ հարցը կա, բա ինչ ենք անելու դրա հետ եւ ինչ ծրագիր ունի կառավարությունը այդ հարցը լուծելու համար։ Կառավարությունը ունի այդ ծրագիրը ապահովել ժողովրդի ազատ արդար թափանցիկ ընտրելու իրավունքը։ Ժողովուրդը ում կընտրի։ Իսկ պետության անվտանգությունը ոչ միայն բանակն է, նշեց Փաշինյանը, վերահաստատեց սպառազինության վերաբերյալ պնդումները։ Ես պաշտոնապես ասել եմ եւ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի եւ չի ունենալու։ Եվ ասում եմ նույնիսկ մինչև Հայաստանի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքների մասով էլի բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմները ստեղծում են, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն եւ նորից ուզում եմ դա ընդգծել։ Իսկ բանակը պետության ատրիբուտ է, մենք պետություն ենք եւ պետք է ունենանք բանակ եւ պետք է ունենանք պաշտպանունակ բանակ։ Առաջնային գործիքը խաղաղությունն է, ինչի հետևից գնում է Հայաստանը։ Խոսեց նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին ցուցաբերած աջակցության մասին։ Համեմատականներ անցկացրեց նախորդած ժամանակաշրջանի հետ։ 2018 թվականին ի վերջո մենք ինչ աջակցություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։ 2012-ից 17 թվականի հետ համեմատ Մենք պատկերացրեք, եկեք վերցնենք 2012-ից 2017 թվականի համեմատ 2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերը Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին 367 միլիարդ դրամով կամ 130%-ով ավել գումար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին։ Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես եկավ նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, այնուհետև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց բոլոր ոլորտներում կատարված ծրագրերը, իսկ հարցերը մեծամասամբ վերաբերում էին ակադեմիական քաղաքի հայեցակարգին ու ժամկետներին։ Այն ոլորտի առաջնահերթ ուղղությունն է, մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք է կատարվել։ Պատրաստ է գլխավոր հատակագծի հայեցակարգը, միջազգային գործընկերների աջակցությամբ մշակվում է տրանսպորտային շարժունակության նախագիծը, քաղաքաշինական պլանը։ Մարզային բուհերի մասով մենք առանձին աշխատանքային խումբ ենք ձևավորել եւ առանձին վերլուծություն ենք իրականացրել։ Առաջիկայում նաեւ կառավարությունում ենք պլանավորում աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացնել արդյունքները, որտեղ ունենք մանրամասն վերլուծություն հիմա ինչ կրթություն են իրականացնում մարզերում բուհերը։ Մասնավոր բուհերը կարող են ակադեմիական քաղաքում տեղ ունենալ, ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգում էլ նրանց համար առանձնացված է առանձին տեղ։ Հեղինակավոր գործընկերոջ ներգրավմամբ կիրականացնեն նաև ներդրումային աշխատանքները։ Նախարարը պատասխանեց ոլորտի վերաբերյալ այլ հարցերի ևս, իսկ ազգային ժողովը չավարտեց կառավարության ծրագրի 2024 թվականի զեկույցի քննարկումը։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։